Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այս պահին ես գտնվում եմ Մաշտոց Բյուզանտ խաչմերուկի հետնամասում Բաքում և ուզում եմ հանրայնացնել և ցույց տալ մի խնդիր, որը շատ լավ ցույց կտա մեր քաղաքային իշխանությունների դերը, կշիռը և քաղաքականության տեսակը և մեթոդը նման հարցերի շուրջ։ Ուրեմն խնդրեմ նայեք, սա մորակառույց շենք է, որում որ վստահ եմ քառակուսին առնվազն արժի մի 4-5 հազար դոլար, հենց պիկի ժամանակ վստահ եմ ավելի շատ։ Բյուզանդի հասցեն է դա։ Սա այս շենքի տարածքը այն ժամանակ այնտեղ կա պետական մանկապարտեզ։ Ես այս Բաքում եմ մեծացել, այլևս այստեղ չեմ ապրում, սակայն այստեղ եմ մեծացել և տեղեկություններին տիրապետում եմ, սա այն ժամանակ այս մանկապարտեզի հարակից այգի տարածքն էր։ Ամեն դեպքում սա արդեն շենք է և խնդիրը հիմա շենքի մասին չէ։ Խնդիրը նրա մասին է, որ մեր քաղաքային իշխանությունը որևէ կերպ չի կարող հասկանալ, որ ինքը այս քաղաքի պետական դեմքն է և պետք է պահանջատեր լինի և խնդրում եմ այս թանկ սիրուն շենքի տակ նայեք այս վիճակը, այս փնթի և անտեր վիճակը և այս հատվածը պատկանում է ինչ-որ անձի, ֆիզիկական անձի, որի հետ ես կապնվել էի, այս պատմությունը գնում է դեռ 6-7 ամիս հետ, երբ ես կապնվեցի այս տարածքի տիրոջ հետ, նրանք ինչ-որ բանակցությունների մեջ են եղել տվյալ շենքի հետ, չեն բարիշել երևի գինը ու այդպես էլ այս տարածքը մնացել է այդ ֆիզիկական անձի տիրույթում, շենքը մնացել է այնտեղ, շենքը կառուցվելուց հետո այս տարածքում որևէ մաքրություն չի արվել և սա արդեն Ամիո բանկն է, սա առաջի հարկը ժողովուրդ, սա Մաշտոցի 20-ն է, սա Ամիո բանկն է և 6 ամիս առաջ ես երևի նույնիսկ ավելի վաղուց մի հատ այս հատվածն է ցույց տամ, սա այս ամենը բանկի սեփականությունն է, այսա, այս փոսը, որում բազում մարդիկ իրենց իրերն են կորցրել, լիքը աղբ կա, այս անտեր վիճակն է, խնդրեմ նայեք։ Հիմա ձեզ պատմեմ նախապատմությունը։ Սրանից մոտ 7-8 ամիս առաջ ես պարոն Պետրոս Պետոյանին և կենտրոնի թաղապետարանի այլ աշխատակիցների խնդրեցի, որպեսզի գան այստեղ փորձենք լուծում տալ այս խնդրին։ Ի պատիվ կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի մարդիկ եկան, նորմալ միասին քննարկեցինք, կանչեցինք համ բանկի աշխատողին, համ այս սեփական տան տիրոջը, որը այլևս ինչքան գիտեմ այստեղ չէ, և այս մյուս տարածքի տիրոջը, և փորձեցին գալ հայտարարի։ Տեսեք, այսքան տարածքը փաստացի որևէ բանի համար չի օգտագործում, սենց անտեր մատնված է։ Մի մասը մինչև այստեղ բանկինն է, ստեղից այն կողմ այս մարդունն է, որը որևէ բան ասեց ֆինանսապես ի վիճակի չի անել, հետո պայմանավորվեցինք, որ մենք մեր միջոցներով թաղապետարանը ևս կօգնի, որ բարեկարգենք, նորմալ վիճակի բերենք, այդպես էլ այդ մարդիկ որևէ համագործակցության չգնացին, բայց իմ համար այստեղ մեծագույն խնդիրը բանկն է, որտեղ գիտեք, ես որպեսզի չստացվի տպավորություն, որ ընդդիմադիրները ուզում են կլաուզիայով զբաղվեն եւ անընդհատ խոչընդոտեն ինչ-որ քաղաքային իշխանությունների աշխատանքին կամ այս մեծ կորպորացիաներին անուն դնեն, ասում եմ 8 ամսից ավելի ժամանակ է անցել։ Ստեղի աշխատողների հետ խոսեցի, ասի եղբայր, թե դուք ամեն դեպքում ստեղ որևէ բան չեք կարողանալու սարքել։ Ստեղ դարձել է աղբանոց։ Այս հատվածը փողոցային առևտրով զբաղվողների համար դարձել է զուգարան։ Այս շենքի բնակիչները, այս շենքի բնակիչները, այս շենքի նորակառույցի բոլորի բնակիչները իրենց պատուհանից տեսնում են, թե ոնց են տաքսու վարորդները, առևտրականները սա օգտագործում իբրև զուգարան։ Ավելի խորը չեմ ուզում գնամ, որպեսզի տգեղ բաներ չտեսնեք։ Բնականաբար աչանկյունն է ամենապոպուլյար զուգարանային հատվածը։ Եվ բանկի աշխատողը ասեց ինքը դրա հետ չի կարող որևէ լուծում տալ, քանի որ կորպորացիա է, կա բյուրոկրատիա, պետք է որ գլխամասում նստող իրենց այդ գույքի կառավարման վարչության պետը այս ամենով զբաղվի, խոսի, ինձ տվեցին իր համարը, ես զանգեցի իր հետ խոսեցի, ինքը ասեց շատ լավ, մարդ կուղարկեմ ամեն բան կանի եւ անցել է 8 ամիս։ 8 ամսում որևէ մեկը որևէ բան չարեց, 2 անգամ եկան գնացին ուղղակի խոսացին, որևէ աշխատանք չկատարվեց եւ խնդրում եմ հասկացեք, որն էր մեր միտքը։ Այսօր մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ որ փողոցի վրա մեքենա կայանելը ապօրինաբար արժի 160,000 դրամ, այսինքն այս շենքի բնակիչները
չեն կարողանում իրանց շենքի դիմացը կանգնել, որտեղ որևէ մեկը պատրաստ չէ 160,000 վճարի այդ դրա համար։ Դրա համար այստեղ բավականին ծանրաբեռնված վիճակ է, ես հələ լավ է, որ sense կանգնած են սիրուն։ Սովորաբար այս գծով է sense մեքենաները համար թողելով միասին կանգնում են։ Իմ առաջարկը հետեւյալն էր, քանի որ սա այս ամբողջը բիզնեսներ են, այսինքն ստե միայն բնակիչները չեն կանգնում, բոլոր բիզնեսների աշխատողները եւս իրենց մեքենաները ստեղ են կայանում, եւ սա հանգեցնում է բազում առօրյա կոնֆլիկտների։ Իմ առաջարկը հետեւյալն էր, այս մասը կահավորել, հարթեցնել, թոսա դառնալ պարկինգ, կամ երկրորդ տարբերակը մի տարբերակում մինչև այստեղ պարկինգ էր, հետո արդեն այստեղ մշակում են, երկրորդ տարբերակում ամբողջը մշակել, հարթեցնել, որը կենտրոնի թաղապետարանը եւս համաձայնվեց, այս փոսը փակել, որպեսզի այս աղբանոցը չլինի, այս տարածքը փակել, որպեսզի զուգարան չլինի, եւ ինչու ոչ այս տարածքի վրա ցենց այդտեղ ցախ տակը ֆունդամենտով փոս է, էլի մենակ այս հատվածը չի, դե ցենց խորքով գնում է, տեսեք։ Մի շերտ ավելացնեին, որպեսզի հող ավելացնեին ու կանաչ գոտի դառնար, ու ինչու ոչ նաև քննարկվում էր տարբերակը, որ ինչ որ կերպ փակվեր, որ բոլորին տաքսու վարորդներին եւ մնացածին հասանելի չլիներ, այլ միայն բնակիչներին հասանելի լիներ, որպեսզի իրենց թորնիկները, երեխաները իջնեին այստեղ խաղեն։ Թաղապետարանն է ասեց, որ մի քանի կտոր պատրաստ է խաղալիքները ժամանցի համար երեխաների հետ գույքը բերել տեղադրել, բայց որովե բան չեղավ։ Հիմա իմ պատկերացմամբ ասեմ ձեզ, թե ինչու չի եղել, էլ ինչու՞մ է խնդիրը։ Խնդիրը նրանում է, որ Տիգրան Ավինյանը իբրև քաղաքապետ եւ քաղաքացիական պայմանագիր իբրև քաղաքային իշխանություն չունենային կշիռը եւ այն դերը որովե մեծ կորպորացիայի աչքերում, որ կարանան բան պահանջեն։ Այսինքն իրան կարող են տուգանել բոյկոտ անող քաղաքացիներին, տատիկների, պապիկների, ուսանողների, դա իրանց քաշի, իրանց օպոնենտը դա է։ Երբ խոսքը գնում է բանկերի մասին, օրինակ Ամիո բանկը, իդեպ Ամիո բանկը, ասեմ ձեզ, դա նույն հայ բիզնես բանկն է, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, որը արդեն կարծեմ պաշտոնական փաստ է, 22 թվականին Տիգրան Ավինյանը հայ բիզնես բանկի, այսինքն նույն մինչև ռեբրենդինգ արած Ամիո բանկի տնօրենների խորհրդի անդամ է եղել։ Եվ Տիգրան Ավինյանը մի բանկում, որ նա եղել է տնօրենների խորհրդի անդամ, չի կարողանում այդ բանկին ասել ժողովուրդ, մեկը այս տարածքը չեք օգտագործում։ Հսկայական շահույթ եք աշխատում իբրև բանկ։ Այս բնակիչները ձեր այդ մեքենաների, ձեր շարժի, ձեր ռեմոնտների պատճառով անդադ ունենում են դիսկոմֆորտ։ Մի լավություն արեք, այս տարածքը այսքան մասը բարեկարգեք, թող զուգարան այլևս չլինի։ Բայց իհարկե նման բան չեն անի, կրկին, իրանց քաշային օպոնենտները, բոյկոտ անող տատիկներ եւ ուսանողներն են, մեկ է օրվա հաց վաստակող փոքր խանութների աշխատողները, որ Ավինյանը ուզում է տուգանել, որովհետև դիմացի սառույցը չեն մաքրում։ Իդեպ մի հատ հարց է առաջարկում, օրինակ շնորհակալություն Արևին, որովհետև նայեք, օրինակ այն հատվածը, որ Արևը կա, ամեն ինչ հալել է։ Որտեղ որ չկա, սա սառույցը։ Չգիտեմ, սա ով պետք է մաքրի, ում սրա համար պետք է տուգանեն, արդեն ահագին անցել է։ Մի քանի օր առաջ այս ամենը մեր կա սառույց էր, խնդրեմ։ Եվ այս ամեն ինչը ժողովուրդ ջան, շատ ստույգ ցույց է տալիս, որ գործող քաղաքային իշխանությունը իբրև պետական սուբյեկտ կշիռ չունի եւ պատկերացում չունի իր դերի մասին, որ Սահակյան շինից սկսած Ամիո բանկերով պրծած պետք է պահանջատեր լինեն, այսինքն չպետք է մենակ մունատ գան եւ հաթաթա անեն հասարակ ժողովրդի վրա, այլ պետք է խոսեն այն մարդկանց հետ եւ պահանջեն այն կազմակերպություններից, ովքեր հսկայական շահույթ են հետապնդում մեր քաղաքում։ Եվ կրկին եմ ասում, սա որովե մեծ ծախսերի մասին չէ խոսքը։ Տեսեք, այսքան մաս ուղղակի պետք էր փակել, բնակիչը բավականին սկզբում պատրաստակամություն հայտնեց, որ այս երկաթներով կփակենք, որ այստեղ զուգարան չլինի, հետո կապի դուրս չեկավ, բայց իմ պատկերացումը հետեւյալն է, եթե քաղաքապետարանը իբրև պետական սուբյեկտ գասի եղբայր, հարգելի քաղաքացի, սա ձեր սեփականությունն է, ցավում ենք, որ դուք ֆինանսապես վիճակի չեք նրա այդ որովե մի բան անել, նաև չի ստացվում վաճառել, բայց սակայն սա քաղաքի կենտրոնում գտնվող մի հատված է, որտեղ 1 քառակուսի մետրը 5, 6, 7000 դոլար արժի, խնդրում ենք ձեզ տեր լինել ձեր տարածքին, եթե տեր չեք, գոնե դիմեք մեզ, մենք իբրև թաղապետարան կամ քաղաքապետարան այդ հատվածը կփակենք, որ մեր հարգարժան բնակիչները, ովքեր այս շենքում, այն շենքում հազարավոր դոլարներ տվել են, որպեսզի կենտրոնում ապրեն, ամեն օր չտեսնեն, ինչպես են փողոցային առևտրականները այստեղ հոգում իրենց բնական կարիքները։ Նույնը կարելի ասել Ամիո բանկին, ասեն Ամիո բանկ ջան, դու բանկ ես,
աշխատում ես հսկայական գումարներ, երբ որ ռեմոնտ ես անում, այս քո տարածքում, որ ես վերջերս եղել, ամբողջ շենքի բնակչությանը անհանգստություն ես պատճառում։ Բայց մի անգամ է լավ բան արա։ Արի օրինակ ես անցքը փագի, որը փաստացի վտանգ է, եթե երեխաները այստեղ վազվզեն, կարող են ընկնել։ Նաև բնականաբար կան ոչ բարեխիղճ քաղաքացիներ, որոնք սա օգտագործում են իբրև աղբաման։ Ասացիս միտքը պարզ է, չէ՞ ժողովուրդ։ Քաղաքի պետական տերը քաղաքապետարանն է։ Քաղաքի գլխավոր պատասխանատուն քաղաքի իշխանությունն է։ Իրենք պետք է բացի պարգևավճար բաժանելուց եւ իրար գովալուց ու հետո ֆեյք շոուներ անելուց յանում շատ մտահոգված են ու լավ աշխատողներին հեսա պատժելու են, բայց փաստացի պարգևավճարներ են տալիս, պետք է տեր լինեն այս քաղաքին։ Լինի դա բանկ, թե ուղղակի մի սեփականություն, որը հսկայական գումարներ արժի, բայց տերը ուղղակի հետաքրքրված չի կամ ֆինանսապես չգիտեմ կամ ինչ-որ այլ անձնական խնդիրներ ունի, պետք է գան առաջարկներ անեն։ Եվ այստեղ մենք ակնհայտ տեսնում ենք, որ Ամիո բանկը առ է համարել թաղապետարանին, ավականու անդամին եւ բնակիչների հանրային շահը։ Որտեղ ես գալիս եմ մի եզրակացության, որ կամ պարզապես չեն վախենում քաղաքապետարանից իբրև պետական սուբյեկտիվ տեղը չեն բերում այդ սուբյեկտին, որովհետեւ կարծում եմ, որ տեսել են, որ օրինակ նույն Սահակյան շինի օրինակով տեսել են, որ մարդ եթե կարա մայթը քանդի ու տարիներ շարունակ չսարքի ու ասի սա շենքը սարքեմ, բրծնեմ, նոր մայթը կսարքեմ, այսինքն մի հոգի շահում է, օրական հազարավոր մարդիկ թուժում են, դրա համար է Ամիո բանկը ասում է, ինչ ասում է, եթե Սահակյան շինին է կարելի, մեզ առավել եւս կարելի է, պարոն քաղաքապետը մեր մինչ ռեբրենդինգ եղած բանկի տնօրենների խորհրդի անդամ է եղել։ Մեզ ինչ պետք է ասեն, որ սա է վիճակը, ժողովուրդ ջան։ Սենց որ այս որ ցույց տայի։ Ում մտքով կանցներ, որ այնտեղ Ամիրյան փողոցն է, այստեղ Մաշտոցն է, այնտեղ է Բյուզանդն էլ, այսպես նայեք։ Այս անտերանոց։ Զիբիլանոց, այնտեղ Զիբիլանոց է, այստեղ Զիբիլանոց է եւ զուգարան է, այնտեղ զուգարան է։ Երևանի սիրտ, Երևանի կենտրոն։ Որ նիստերի վերջում Երևանի երգի տակ սենց կանգնում են, սենց խորաթափանց հայացքներով լսում են այդ երգ ու սենց լուրջ դեմքեր են ընդունում, էս է այս մարդկանց վերաբերմունքը մեր քաղաքին, ժողովուրդ ջան։ Էսա, ուրիշ ոչ մի բան չկա։ Այդ հսկայական 635 միլիոն դոլարը, որ դրամը որ տվել են պարգևավճար 13-րդ ամիս աշխատավարձ, քանի միլիոն դրամ է պետք, որպեսզի գան այսքանը այդ նորմալացնեն, կանաչ գոտի միած ստանան, բնակիչներն իրանցից գոհ մնան։ Կամ նույնիսկ պարտադիր չի գումար ծախսել, ուղղակի պետք է գալ բանկին ու իբրև քաղաքապետարան պահանջել, ասել, եղբայրը մի հատ կարգի իրավիճակի քո անպատասխանատու վիճակը, մարդկանց հետ բան էս պայմանավորվում, ավականու անդամ, վարչական շրջանի ղեկավար, աշխատողներ գալիս են, խոսում եք, հետո տենց անցավ գնաց, հա։ Քաղաքապետարանը գուցե թույլ է տալիս իր ղեկավարով հանդերձ նման վերաբերմունք, մայր ասնախմբակցության ավականները նման վերաբերմունքի ոչ արժանացել են, ոչ արժանանալու են։ Ամեն նման պահվածք եւ մոտեցում հանրայնացվելու է եւ դուք ամբողջ հանրությունը իմանա ձեր վերաբերմունքը այն բակի հանդեպ, որտեղ դուք տարիներ շարունակ ունեք ձեր բիզնեսը։ Սա է վիճակը, ժողովուրդ ջան։ Հիմա հույս ունենանք, որ ինչպես միշտ դոնը հանրայնացումից հետո կրկին եմ ասում, ամիսներ շարունակ ես համբերատար լռել եմ, սպասել եմ, որ այս մարդիկ մի բան կանեն։ Վստահ եմ արդեն, որ չեմ անելու, դրա համար հանրայնացվում է այս հարցը, տեսնենք քանի օրում իրենք վերջապես բարեխիղճ կգտնվեն։ Այս կառուցապատողներին կասեն, միա ձեր արած աշխատանքից հետո եկեք ստե մաքրեք։ Բանկերին կգան կասեն, մի հատ եկեք ստեղ կարգավորեք, մի բան սարքեք, դուք եկեք փոսերը փորը սենց անտեր թողե։ Ֆիզանձին ով սրա սեփականատերն է կգան կասեն, եղբայր, հսկայական 100,000-ավոր դոլարների գույք ունես քաղաքի սրտում, բարի եղիր, տեր եղիր, հարգիր քաղաքը, իսկ եթե չես կարողանում, արի պետականացյաններին դիմի, մենք քեզ արդեն առաջարկել ենք լուծում։ Մի բան անենք։ Այդքան բան։ Լավ եղեք սիրելի հայրենակիցներ, կհանդիպենք Երևանի փողոցներում եւ միշտ հիշեք, միակ փրկությունը թե քաղաքի, թե պետության քաղաքական փոփոխությունն է։ Այս անպատասխանատու սեփական դերը եւ դիրքը չհասկացող թե քաղաքային, թե համապետական իշխանության վիճակը որով է լավ բանի մեր պետությունը չի բերելու եւ միակ լուծումը իրենցից ազատվելն է։ Տեսություն։